Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո, գրել է վարչապետը։ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցն են քննարկել Շվեյցարիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում։ Հավաքը նախաձեռնել են Իրավունքի և արդարության եվրոպական կենտրոնը և Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը։ Մարդու իրավունքների հարցով փորձագետները դարձյալ բարձրաձայնել են կամայական կալանավորված հայերի խնդիրը, նրանց դեմ հարուցված շինծու գործերի, մարդու իրավունքների աղաղակող խախտումների և փակ դատավարությունների մասին։ Աշխարհի աչքի առաջ Բաքուն օրորի ավելի է փրփրում ու դեմ գնում ընդունված բոլոր օրենքներին ու իրավունքներին։ 6 օր առաջ Եվրոպական խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց մի բանաձև, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից հայ պատանդների անարդար կալանքը և պահանջում էր նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում, իսկ կիրակի օրը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլթսը հայտարարեց, որ խոսել է Հիկմեթ Հաջիևի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ և ասել է նրան՝ մեջբերում եմ, ազատ արձակեք բանտարկյալներին։ Թեև միջազգայինորեն ընդունված տարբեր օրենքներ կան սև ոսպիտակի վրա գրված, բայց Ադրբեջանը դրանք չի տեսնում։ Միջազգային իրավունքի մասնագետները գիտեն ու արձանագրել են, թե բռնապետական երկրում ինչ բարքեր են։ Պատանդ վերցնելը հակասում է Ժնևի կոնվենցիային, նաև պատանդ վերցնելու դեմ միջազգային կոնվենցիային և այնուամենայնիվ 23 հայ մարդիկ էթնիկ հայեր պահվում են Ադրբեջանում։ Լավագույն բանը, որ Ադրբեջանը կարող էր անել, կլիներ այս պատանդներին ազատ արձակելը, վերջ դնելու ընտանիքներին պատճառվող տառապանքին, ովքեր մտահոգված են նրանց ճակատագրով։ Դա կօգներ ճանապարհ հարթել Բաքվի և Հայաստանի միջև ավելի լավ հարաբերությունների համար։ Միեդում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ պատմում է մանրամասները, թե ինչ է կատարվում Բաքվի բանտերում ու դատարաններում։ Իրավապաշտպանը նաև մտահոգություն է հայտնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակման ադրբեջանական նախաձեռնության մասին, հիշեցնում այն հայ պատաններին հասանելիություն ունեցող միակ կազմակերպությունն էր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բացակայության պայմաններում ոչ մի անկախ մեխանիզմ չի մնա ուսումնասիրելու նրանց կալանքի պայմանները, ոչ էլ ապահովելու մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի պահպանումը։ Զրկված միջազգային վերահսկողությունից այս անհատները կմնան ամբողջովին ադրբեջանական իշխանությունների ողորմածության տակ, իսկ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության մթնոլորտ է։ Նրանց կշարունակեն ենթարկել հոգեբանական և ֆիզիկական հարկադրանքի, խոշտանգումների, շահարկելով որպես քաղաքական լծակ։ Ադրբեջանում կալանավորված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն և արդար դատավարության իրավունքը պետք է հարգվի։ Սա է միջոցառման հիմնական ուղերձը Ալիևին։ Բռնազավթված Արցախի Հաթեր գյուղում ադրբեջանցիները վերաբնակեցրել են 25 ընտանիք 91 բնակչով։ Ազատագրված տարածքներ վերադարձի ծրագիր են մոգոնելու, իբր դրա շրջանակում են անում այդ վերաբնակեցում կոչվածը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ մեկը մյուսին հերթ չտալով թմբկահարում են, թե իբր այդ վերաբնակիչ կոչվածները գյուղի բնիկներն են եղել։ Մշակութային ժառանգության փորձագետը չի զարմանում, նպատակաուղղված այս քաղաքականությամբ Ադրբեջանը հերթական պատմական կեղծիքն է առաջ մղում։ Ադրբեջանի այս հայտարարությունները մեր մասած զարմանք են առաջացնում, քանի որ առկա են դեռևս խորհրդային տարիներին իրականացված մարդահամարի տվյալներ, որտեղ նշվում է բնակավայրի բնակչության էթնիկ կազմը եւ ադրբեջանցիներ այդ տարածքում չեն ապրել։ Հաթերք բնակավայրը մշտապես ունեցել է հայկական բնակչություն։ Դա են վկայում նաև 19-րդ դարի վերջին արված մարդահամարի տվյալները։ Հերթական բեմադրությունն է, որով թոզ են փչում աշխարհի աչքին, ասում է պատմաբանը, ընդգծում, որքան էլ նոր սերնդին փորձեն մոլորեցնել, թե իրենք դարերով ապրել են այդ հողի վրա, միևնույնն է ավագ սերունդը գիտի ճշմարտությունը, գիտի, որ Արցախը հայկական է։ Ադրբեջանցիները չեն շտապում վերադառնալ Արցախ, քանի որ վստահ չեն, որ նրանք այնտեղ երկար են մնալու։ Գիտակից մասն Ադրբեջանի շատ լավ գիտի, որ հակամարտությունը լուծված չէ, շատ լավ գիտի, որ նրանք խոսքը գնում է հայերի պատմական տարածքների մասին եւ կարծում եմ չեն ուզում հավելյալ անգամ վտարանդիության առաջ կանգնել։ Հաթերք գյուղը Արցախի ամենահին բնակավայրերից է, հարուստ բազմաթիվ հուշարձաններով։ Դրանք 2023-ի Արցախի հայաթափումից հետո հայտնվել են թշնամու ուղիղ թիրախում։ Գյուղի կենտրոնում է 17-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը եզակի է իր խաչքարերով։ Հայաթափված Հաթերքում, սակայն Ադրբեջանը արդեն իսկ հասցրել է ավերել հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը եւ վանդալիզմի ենթարկել գյուղի եղբայրական գերեզմանատունը։
Միջազգային օրենսդրությունը պնդում է, որ գրավյալ տարածքներում, բռնազավթված տարածքներում անկախ ցանկացած իրավիճակից գրավյալ կողմը պարտավոր է պահպանել եւ պաշտպանել տեղի մշակութային լանդշաֆտը, ընդհանուր պատմությունը եւ հուշարձանները։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների ադրբեջանցիներով վերաբնակեցումը ունի եւ նաեւ ունեցել է պատմական լանդշաֆտի ոչնչացման եւ հայկական հետքի ոչնչացման նպատակ։ Հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիներից վրա, որպեսզի այսպես ասենք մենք մեր հույսը կտրենք մեր երկրից, որ ինքը արդեն այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնում է եւ մեր վերադարձը այդպիսով հնարավոր չի լինելու, անգամ աղավնոյում երբ նա սերտիֆիկատներ է բաժանել, այդ սեփականատերերը չեն շտապում գնալ աղավնո, ավելին փորձում են այդ տները վարձով տալ մեկ ուրիշին։ Ադրբեջանը կոպտորեն ոտնատակ է առնում մի շարք միջազգային կոնվենցիաներ, դրանք են պաշտպանում պատմական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը, արգելելով այդ կոթողների դիտավորյալ ոչնչացումը, կեղծումը, ապօրինի փոփոխությունը։ Թշնամին էլ նոր սցենարներով օրորի զարկ է տալիս ֆանտազիային ու բացում երախը։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը 2.5 ժամ է տևել։ Գերտերությունների ղեկավարների համաձայնությունը չի հասել մինչև կրակի ժամանակավոր ամբողջական դադարեցում, բայց բանակցությունների ընթացքում համաձայնել են 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին եւ բանակցություններ սկսել Սևծովի անվտանգության եւ ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Նաեւ գերիների փոխանակման շուրջ համաձայնություն կա 175-175-ի դիմաց։ Մենք պայմանավորվել ենք անհապաղ հրադադարի հաստատման մասին էներգետիկայի եւ ենթակառուցվածքների բոլոր ոլորտներում, գիտակցելով, որ կշարունակենք աշխատել լիակատար հրադադարի հասնելու եւ ի վերջո Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին վերջ տալու համար։ Թե Կրեմլը, թե Սպիտակ տունը հաստատում են նախագահները պատրաստակամություն են հայտնել պատերազմը ավարտելու ուղղությամբ։ Դրական տեղաշարժ իհարկե կա, բայց ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Քաղաքագետն ասում է, գոնե մինչև հիմա տպավորությունն է այդպիսին, թե հակամարտությունը մոտ է եզրագծին, բայց դրա համար դիվանագիտական երկխոսությունը պակաս է, զիջման ու վստահության մասին խոսք անգամ չկա։ Էլի կարող է ադեղության հասնել, պայմանավորվածության կան, բայց որ պատերազմը կանգնեցնելու համար նախադրյալներ չեն տեսնում, որովհետև Ուկրաինան եւ Ռուսաստանը չեն նստում միմյանց։ Երկուսն մտածում են, որ նույնիսկ այդ 30-օրյա դադարը կարող է օգտագործվի վերազինվելու ժամանակ շահելու համար։ Փորձագետն ասում է, միայն այն միակ պայմանը, որով Պուտինը կհամաձայնի վերջ դնել հակամարտությանը, ընդունելի չէ ուկրաինական կողմի համար։ Նա պատրաստ է կանգնել մի պայմանով, որպեսզի կողմերը կանգնեն այդ բնակեցերում, որտեղ որ գտնվեն, այդպես դադարեցնի պատերազմը։ Դրան համաձայն չէ Ուկրաինան, ասում է, որ եթե նույնիսկ այդ պայմաններով համաձայնեն հրադադարի, Ռուսաստանը այդ ժամանակահատվածը օգտագործելու է նորից վերազինվելու համար եւ որևէ երաշխիք չկա, մի քանի տարի հետո նոր արձակում չի գործելու։ Թրամփ-Պուտին այս մտերմությունը չէ, որ կարող է իսկապես վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը, պետք է կողմերի գրպանին կպնել։ Նավթի համաշխարհային գների վրա Թրամփի ազդեցության արդյունքում ըստ քաղաքագետի հնարավոր կլինի Ռուսաստանին զրկել նավթային ու գազային փողերից, այդպիսով միայն կանգնեցնել հակամարտությունը։ Հիմա թեև դիվանագիտական քաղցրախոսությանը կրակի դադարի մասին վաղ է պնդումներ անել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ազգային պաշտպանության համալսարանին առընթեր ցամաքային ռազմական քոլեջում ելույթի ժամանակ Իսրայելին ահաբեկչական պետություն է անվանել։ Անդրադառնալով Գազայի հատվածին իսրայելական հարվածների վերսկսմանը Էրդողանը նշել է, որ անցած գիշեր Գազայի վրա իր դաժան հարձակումներով սիոնիստական ռեժիմը հերթական անգամ ապացուցել է, որ այն անմեղ մարդկանց այլունով սնվող ահաբեկչական պետություն է, ասել է Էրդողանը։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի ուժեղացնել դիվանագիտական ջանքերը կոտորածը դադարեցնելու, հրադադարը վերականգնելու եւ խաղաղություն հաստատելու համար։ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան եվրոպական երկրներին կոչ է արել չթերագնահատել այն սպառնալիքը, որը բխում է Ռուսաստանից։ Նրա խոսքով դա վերաբերում է Եվրոպայի բոլոր երկրներին։ Իհարկե, Ռուսաստանի հարևան երկրներն ավելի շատ են անհանգստացած Ռուսաստանով, դա ակնհայտ է, բայց սպառնալիքը, որին մենք բախվում ենք, վերաբերում է բոլորիս, ասել է Կոշտան։ Նրա խոսքով հենց այդ պատճառով է Եվրոպան շարունակում սատարել Ուկրաինային։ Հանրապետության պաշտպանությունը ծառայում է եվրոպական անվտանգության շահերին, կարծում է քաղաքական գործիչը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Թեհրանում կայացած հանդիպմանը կոչ են արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները եւ օգնել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը։ Արաղչին նշելով Իրանի եւ Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում լավ եւ ընդլայնվող հարաբերությունները ընդգծել է Իրանի ջանքերը բացահայտելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ներուժը։ Ամերիկայի ազգային արխիվը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության առնչվող փաստաթղթերը։ Գաղտնազերծվել են Քենեդու եղբոր Ռոբերտի եւ հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող փաստաթղթերը։ Ջոն Քենեդու սպանության գործի արխիվը պարունակում է ավելի քան 6 միլիոն էջ փաստաթղթեր, լուսանկարներ, աուդիո եւ վիդեո ձայնագրություններ։ Այժմ վավերագրական նյութերի մեծ մասը հասանելի է հանրությանը։ Փաստաթղթերի հրապարակման պատճառ է դարձել Սպիտակ տան ներկայիս ղեկավարի գործադիր հրամանը։ Թրամփը ստորագրել է այն 2025-ի հունվարի 23-ին։ Անհայտ անձը Լաս Վեգասում հրկիզել է մի քանի Տեսլա ավտոմեքենաներ, այդ կերպ իր բողոքն արտահայտելով Իլոն Մասկի դեմ։ Վերջինս տեղի ունեցած նահաբեկություն է որակել։ Տիեզերագնացներ Բուչ Ուիլմորին եւ Սունի Ուիլյամսին, որոնք Boeing Starliner-ով թռած առաջին անձնակազմն էին, հաջողվել է 9 ամիս հետո վայրէջք կատարել երկիր։ Տիեզերքում խնդիրներ էին առաջացել կապված շարժիչային համակարգի հետ եւ լրջորեն կասկածի տակ էին հայտնվել տիեզերանավի անվտանգ վերադարձի շանսերը։ Քայնի Ուեսթը հերթական անգամ քննադատել է իր նախկին կնոջը Քիմ Քարդաշյանին մի քանի թվիթերում պնդելով սպիտակ կինը վերահսկում է իր սև երեխաներին։ Սա նրա արձագանքն է դստեր Նորթի եւ ռեփեր Playboy Carti ծրագրված երաժշտական գործակցությանը։ Այսպիսով Քիմը ստացել է իմ սևամորթ երեխաների անվան եւ նմանության իրավունքը, գրել է Ուեսթը իր X-ում։ Այսպիսով մի սպիտակ կին վերահսկում է իմ սևամորթ երեխաների անունը եւ նմանությունը, իսկ հետո բանակցում է Carti-ի հետ, որպեսզի իմ աղջիկը երկերքի նրա հետ։ Այսուհետ ավելացված արժեքի հարկի դաշտում կաշխատեն նաև իրավաբանական, հաշվապահական, գլխամասային, գրասենյակային եւ աշխատուժով ապահովման գործունեություն ծավալողները։ Վահե Հովանիսյանն ասում է, աշխատուժի ապահովման գործունեության դեպքում էլ են չարաշահումներ լինում։ Դրանք չեզոքացնելու համար ժամանակավոր աշխատուժով ապահովող գործունեությունը եւս կտանեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Սա հաճախ լինում է այն դեպքերում, երբ օրինակ մի արտասահմանյան կազմակերպություն ներդրող, որը դեռ Հայաստանում գործունեություն չի իրականացնում, իրան ժամանակավոր թիմ է պետք վարձել ինչ որ մի աշխատանք անելու համար, որպեսզի չգան այդ մարդկանց այսինքն քանի որ Հայաստանի հետ անծանոթ են, այդ մարդկանց գտնելու, վարձելու, գործընթացների մեջ չմտնելու համար օգտվում են այսպիսի ծառայություններից։ Չարաշահումների մասը ուրեմն փակելու համար մենք նաև աշխատուժով ապահովման ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը նույնպես ներառում ենք այս ծառայությունների ցանկում։ Միջմարզային, մարզային, ներմարզային փոխադրում իրականացնող ընկերությունները նույնպես ավելացված արժեքի հարկ կվճարեն։ Սա տեխնիկական փոփոխություն է, որովհետև նախկինում այս դասակարգչի մեջ, որի մեջ մտնում էր այս գործունեության տեսակը դուրս էր եկել միկրո ձեռնարկատիրության համակարգից, ուղղակի քանի որ սա դուրս է եկել այդ դասակարգչից, հիմա առանձին ոնց որ նախկինում արգելված է եղել։ Հունվարի 1-ից փաստաբանական գործունեություն ծավալողները եւս հարկման ընդհանուր համակարգի մեջ են։ Փաստաբանների բարձրացրած բողոքներից մեկը անվճար խորհրդատվություն եւ ծառայություն մատուցելու վերաբերյալ էր։ Նոր օրենքը նախատեսում էր, որ նման ծառայությունների դեպքում էլ փաստաբանական գործունեություն իրականացնողը պետք է ավելացված արժեքի հարկ վճարի։ Արդեն հիմա ֆինանսների նախարարությունը հնարավորություն է տալիս փաստաբանական գործունեություն ծավալողներին իրենց վճարած ավելացված արժեքի հարկից 5%-ի չափ ծառայություններն անվճար իրականացնել։ Եթե այդ ծառայությունների նույն մասով սահմանված կարգով որոշված ԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱՀ վճարողների տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱՀ-ով հարկման բազայի 5%-ը։ Փաստացի այս նախագծով փոփոխությամբ հիմա իրենց 5%-ի չափով անվճար ծառայություններ մատուցելու քվոտա է տրվում։ Հունվարի 1-ից ծավալած գործունեության վրա փաստաբանների 5%-ի չափ անվճար խորհրդատվություն ու ծառայություն մատուցելը հետադարձ ուժ կունենա։
Հայաստանի տնտեսությանը վերաբերող վերջին վիճակագրական տվյալներն ըստ տնտեսագետների բացահայտում են Հայաստանի տնտեսության թույլ կողմերը։ Ըստ վերլուծաբանների վերջին շրջանում այդքան գովաբանված տնտեսական վերելքը իրականում հենված է եղել անկայուն հիմքերի վրա։ 2022 թվականի 12.6% աճին հաջորդել է անկման տեմպ, 2023 թվականին հասնելով 8.3-ի, իսկ 2024-ին ընդամենը 5.9%-ի։ Այս աճի գրեթե կեսը պայմանավորված է եղել առևտրի եւ ֆինանսական ծառայությունների ոլորտներով։ Դրանք էլ իրենց հերթին ծանր կախվածություն ունեն արտաքին գործոններից, հատկապես ռուսական կապիտալի ներհոսքից եւ ռուսական բիզնեսներից։ Հիմնականում աճին նպաստել է առևտուրը, հաջորդը ճյուղը, որը ապահովել է տնտեսական աճը, դա անշարժ գույքի հետ կապված գործարքներն են։ Վիճակագրական տվյալներից երևում է, որ 24-ի աճի տեմպերը սրընթաց են նվազել։ 4-րդ եռամսյակում տնտեսական աճը ընդամենը 3.7% է եղել, մինչդեռ առաջին եռամսյակում այն 7.9 է եղել։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը նախկինում տնտեսական աճի առաջամարտիկն էր, զգալի անկում է գրանցել 2023 թվականին 4-րդ եռամսյակում, իսկ 2024-ին երկրորդ եռամսյակում ցուցաբերել է աննշան 4.5% աճ։ Դա ոլորտի անկումը մի քանի պատճառ ունի։ Առաջին հերթին դրամի ամրացումն է, թանկացումն է, այսինքն այս անկումից $10,000 մեջ մոտ 1 միլիոն դրամի կորուստ ունի։ Հաջորդը այն է, որ ռելոկանտների ներհոսք ուներ ժամանակավոր բնույթ եւ բավականին մեծ քանակությամբ ռելոկանտներ եկան, մոտ 150,000 հոգի 2022 թվականին, սակայն դրանց հոսքը դադարեց եւ 23 թվականի կեսերից արդեն ունեին արտահոսք։ 2024-ի 5.9% աճի ապահովման հիմնական բաղադրիչներն են առևտուրը, անշարժ գործունեությունը, ֆինանսական ծառայությունները, շինարարությունը, տեղեկատվությունը եւ կապը։ Արտադրող եւ բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերն ըստ տնտեսագետների աճի շարժիչ ուժեր չեն համարվում։ Ավելին, մի շարք կարևորագույն ոլորտներ, պետական կառավարումը, հանքարդյունաբերությունը, ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները բացասական ազդեցություն են ունեցել ընդհանուր աճի վրա։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ոսկու վերարտահանումից ստացված ավելացրած արժեքը վճռորոշ դեր է խաղացել հնայի աճի գործում։ Տնտեսությունում արկա է փուչիկ այս պահին ոսկու վերարտահանման տեսքով, մեր արտահանման 63%-ը, նորից նշեմ, ընդհանուր արտահանման 63%-ը դա թանկարժեք քարեր եւ մետաղներն են, ոսկի եւ ադամանդը, որը այսօր կա, վաղը չկա։ Այսինքն, որը ուռճացրեց մեր արտահանման պատկերը հասցնելով այն 13 միլիարդի, եւ մենք ունեցանք, որ 24 թվականին մեր արտահանումը աճել է մոտ 54%-ով, սակայն արդեն իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամեն ամիս համեմատած նախորդ ժամանակաշրջանի նույն ամիսի հետ արտահանումը 2 անգամ կրճատվել է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2023-ին տնտեսական աճի առաջատար շարժիչներից մեկն էր, գրանցելով 34.5% տարեկան աճ։ Այժմ հայտնվել է դժվարությունների մեջ, 2024-ին արձանագրել է 11.9% աճ։ Առևտրի ոլորտի աճը եւս դանդաղել է, 2024-ին գրանցվել է 16.8% աճ, այնինչ 2023-ին տնտեսական աճը 23.5% էր։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Կաբարկո, Digitane, Good Soft սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների եւ Soft Construct փակbaşնետիրական ընկերության նկատմամբ նշանակել է համապատասխան 363 միլիոն 936 հազար, 298 միլիոն 770 հազար, 20 միլիոն 237 հազար եւ 301 միլիոն 473 հազար դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում հասարակության մոլորեցման, դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Երևանի 2024 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման ապահովումը մեծապես կատարվել է հանրության միանշանակ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխությունների շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Լույս հիմնադրամը իր վերլուծության մեջ։ Բյուջեի ծախսերը 2024-ին թերակատարվել են ճշտված պլանի նկատմամբ 5.5%-ով։ Ընդ որում թերակատարվել են թե վարչական, թե ֆոնդային բյուջեներով նախատեսված ծախսերը։ Գրված է տեղեկանքում։ Ամառային տարեշրջանին ընդառաջ Երևանի կենթանաբանական այգին հնարավորն անում է, որ այցելուներն իրենց սիրելի կենթանիներին արդեն նոր պայմաններում տեսնեն։ Սպիտակ վագրը, ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի թայֆուի ազատավանդակն ու լողավազանը արդեն ավելի հարմար կլինեն իրեն։ Զեբրերն արդեն նախորդ տարի կառուցված ազատավանդակում են, գրեթե ավարտին են մոտեցել բորենիանման շների նոր, բոլոր չափորոշիչներին համապատասխանող ազատավանդակը եւ ձմեռանոցը։
Մարտի 19-ի 36-ամյա գորը Volkswagen Passat-ով Չայնի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց մոտ 70 մետր գլորվելով բախվել քարերին, հայտնվել ձորում։ Վարորդը տեղում մահացել է։ Նրան ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկներն են հայտնաբերել մեքենայից դուրս։ Տեղում աշխատում է արդեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչը կողմից արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվս մեկ ողբերգական վթար էլ տեղի ունեցել մայրաքաղաքում։ Մարտի 19-ին ներքին գործերի նախարարության դիմաց բախվել են Hyundai-ին եւ Opel-ը։ 40-ամյա Ռոմանը եւ 22-ամյա Աշոտը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 25-ամյա Պետրոսը տեղում մահացել է։ Ժամանել են կենտրոնականի ոստիկանապետն ու բարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարը, ինչպես նաեւ փրկարարության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Opel եղած երկու քաղաքացի էլ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ։ Ի դեպ նրանցից մեկը չէր ենթարկվում իրավապահների օրինական պահանջին։ Տեղեկություն կա, որ հենց նա էլ եղել է Opel-ի վարորդը, բայց զրկված է վարելու իրավունքից։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային անցագործությունների քննության բաժնի քննիչները բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի եւ օրվա հերթապատկնիչի գլխավորությամբ։ Նույն օրը մեկ այլ ողբերգական վթար էլ տեղի է ունեցել Արմանբիրի մարզում։ 34-ամյա Վազգենը Opel Astra-ով Աղավնատուն վարչական բնակավայրի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին կողաշրջված հայտնվել ծառի մոտ։ Վարորդը, նրա ուղևորներ 38-ամյա Կարենն ու 16-ամյա Հովանեսը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին Կարենը գիտակցության չգալով մահացել է։ Ըստ տեղեկությունների մահացածը վիրավոր երիտասարդի հայրն էր։ Ի դեպ վարորդը սթափ չի եղել, ունեցել է խմացության ամենաբարձր աստիճան, հաշվառված է եղել նարկոդիսպանսերում։ Ժամանել են փրկարարության վաղաշաբաթի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, քանի որ գազի արտահոսք է սկսվել եւ տեղում իրականացրել են հերթապահություն։ Մարտի 18-ին Մասիս քաղաքի հանրապետության եւ Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են փրկարարության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված Իսուզուն եւ Գազելը։ 6 հոգի տեղափոխվել են Մասիս բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, Մասիսի հրշեջ փրկարարները։ Օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին փրկարարության տնօրեն Կամո Ցուցուլյանը, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Հավաքվածներն էլ նշել են, որ հրշեջ մեքենայի ձայնային աստանշանները միացված են եղել։ Նրանք երթևեկել են կանաչ լույսով։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. նկատեցինք, որ MÇ-ի ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացրած կանաչի տակով անցավ։ Չգիտեմ թե որտեղից Գազելը հայտնվեց նրա առաջ եւ տեղի ունեցավ բախում։ Չգիտես ինչու մեզ մոտ ավանդույթ է դարձել, որ որոշ վայ վարորդներ չեն ուզում զիջեն լուսաձայնային ազդանշանները միացրած փրկարար ծառայության, շտաբօգնության եւ բարեկային ծառայության ավտոմեքենաները։ Մինչդեռ պետք է բոլորս լավ գիտակցենք, որ հնարավոր է, որ այդ ծառայությունները մեկնում են հենց իրենց տուն, իրենց բարեկամի տուն։ Մարտի 18-ին Գառնի գյուղի վարչական տարածքում մեքենա է այրվել։ Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են Մերսեդեսում առաջացած հրդեհը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։